Այս մարդուց մեկին չենք պահանջում, այս մարդը մի փոքր համայնքի հետ կապված խնդիր է, նույնիսկ չէր տիրապետում։ Հիմա մեկ եկել եք այս մարդուն ասում եք, այս 4.2 միլիարդ է թիվը քեզ որտեղից։ Այս թիվը նա չի տիրապետում այս թվին, այս թիվը տնտեսագիտական փորձաքննություն անելու դեպքում, իրական հաշվարկներ անելու, այս թիվը բավականին փոքր լինելու։ Սա պարզապես նկարած թիվ է սա։ Չեմ կարող ասել նկարած, որովհետև կոնկրետ արդի դարաշրջանում նկարիչներից ես ճանաչում եմ Ռոբերտ Էլիբեկյանին, ենթադրենք Հակոբ Հակոբյանին եւ այլ հետաքրքիր նկարիչների, կերպարվեստի տիտանների։ Այդ անձնավորությունների նկարածները նրանց նկարածների հանդեպ կարելի ասել զրոյական են։ Այսինքն այդ 43.5% աճն էլ նույնիսկ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը չի ունեցել, եթե Տիկին Ասլանյան, աճի մասին երբ որ խոսում ենք, մենք պետք է փորձենք հասկանալ աճը հասկանալու համար մենք ինչպեսի շտեմարաններ ունենք, մենք ինչպեսի կանխատեսումներ ենք անում, մենք ինչպեսի գիտեք տնտեսական զարգացման տրենդերին որ չափում մենք տիրապետում։ Այդ տրենդերի հետ կապված ես ձեզ ասեմ, մենք հավանաբար կհիշեք 3 ամիս առաջ, 2.5-3 ամիս առաջ, երբ որ մենք հանդիպում ենք, հանդիպան ընթացքում ես ձեզ վստահեցրեցի, որ տարվա սկզբից մինչև ապրիլ ամիսը մենք Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա արտաքին ապրանքաշրջանառության ոչ թե կորուստ, այլ անկում։ Եվ իհարկե թվերը, քանի որ դրանք ուսումնասիրության հետևանք են, այլ ոչ թե նման հայտարարությունների եւ այդ բաց ոչինչ չլրացված թղթերի, այդ թվերը ցույց տվեցին, այո, որ հունվար-փետրվար ամիսներին 2025 թվականի 2024 թվականի համեմատ արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է մոտավորապես 49-ից 52%։ Ընդ որում նվազել է արտահանումը մոտավորապես 53-54% սահմաններում, ներմուծումն է նվազել 47%։ Հիմա ունենալով այս սարսափելի թիվը, սա սարսափելի թիվ է։ Սա նշանակում է մի բան, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ կարողանում է արտահանել, ոչ կարողանում է ներմուծել։ Իհարկե ներմուծման կառուցվածքը, երբ որ մենք հաշվի ենք առնում, ներմուծման մեջ հիմնական սննդամթերք է նաև գերակշիռ մասը զբաղեցնում։ Ներմուծման մենք կարող ենք որոշակիորեն սահմանափակել, բայց արտահանումը դա մեր համար շատ կարևոր է, որովհետև մենք եկել ենք հասնենք մի վիճակի, երբ մոտավորապես 3.1 միլիարդ դոլարի մենք արտահանում ունենք, հիմնական Ռուսաստանի դաշնություն, եւ դրա նվազումը 40%-ով, մի սարսափելի թիվ է։ Ասեմ, մեկ այլ սարսափելի թիվ, Արդյունաբերական արտադրության ծավալը 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին, 2024 թվականի նույն ամիսների հանրագումարի հետ համեմատած նվազել է մոտավորապես 19.8%-ով։ Այսինքն արդյունաբերական արտադրանքի 1/5-ը այլևս չկա։